Ռուսաստանի արտաքին գործոստ նախարար Սերգեյ Լավրով Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին հետ հեռախոսազրույցին անոր հայտնած է, որ Ռուսաստանը նախադեсած է հարվածներ հասցնել Կիևի մեջ ռազմական թիրախներու եւ որոշումներու գայացման կետրոններուն ի պատասխան ուկրաինական հարձակումներուն։ Այս հաղորդակցությունը դարաձած է Ռուսաստանի արտաքին գործոստ նախարարությունը։ Լավրով Ռուբիոյի ուշադրությունը հրավիրած է Ռուսաստանի արտաքին գործոստ նախարարության 25 մայիսի հայտարարության վրա, ուր խորհուրդ տրված է, որ Միացյալ Նահանգները Կիևի մեջ առաքելություններ ունեցող այլ պետություններուն հետ միասին ապահովեն իրենց թիվանակիրական անձնագազմի եւ այլ քաղաքացիներու դարհանումը Ուկրաինայո մայրաքաղաքեն։ Երկու թիվանակետները նաեւ քննադատականներ փոխանակած են Հորմուզի նեղուցին մեջ ճգնաժամի եւ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի ղեկավարման ուղղված թիվանակիրական նախաձեռնություններուն վերաբերյալ։ Չնայած հայտնի դարացայնություններուն Սերգեյ Լավրով եւ Մարկո Ռուբիոն վերահաստատած են իրենց փոխադարձ հանձնարարությունը աշխուժացնելու իրարու դարածներու մեջ Ռուսաստանի եւ Ամերիկայի թիվանակիրական առաքելություններու աշխատանքային պայմանները ղեկավարելու ջանքերը, ավելցուցած է Ռուսաստանի արտաքին գործոստ նախարարությունը։ Ռուսաստանն ու Հայաստանը ըլլալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրներ կշարունակեն ըլլալ բարեկամներ եւ գտնվել երկխոսության մեջ։ Լրագրողներուն հետ ճեպազրույցի ժամանակ հայտնած է Ռուսաստանի նախագահի մամլոքարտուղար Դիմիտրի Պեսկով։ Մենք կշարունակենք երկխոսությունը, մենք կշարունակենք պահպանել երկխոսությունը մեր հայ բարեկամներուն հետ եւ գնենք այդ նաեւ հետակային, ասաց է Պեսկով։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան եւ Երևանը բարեկամներ են, Պեսկով պատասխանած է միանշանակ։ Իսրայել պիտի ուժեղացնե հարվածները Լիբանանի մեջ գործող Հեզբոլլայի դեմ հայտարարած է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Թել Ավիվ բնտած է, որ Լիբանանի կառավարության հետ ապրիլ 16-ին հաստատված հրատատարեն հետո Հեզբոլլայի արձակած անօթաչուներու հարվածներուն հետևանքով զոհված է 24 անձ, մասնավորապես Կիրակի օր զոհված էր 1 զինվոր։ Միևնույն ժամանակ Լիբանանյան կողմը հայտնած է Լիբանանի մեջ ավելի քան 400 զոհերու մասին։ Նեթանյահուի հայտարարությունը հնչած է այն բահուն, երբ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանած են Դոհա Ամերիկայի հետ հնարավոր համաձայնագիրի շուրջ բանակցություններուն համար։ Միևնույն ժամանակ թե Վաշինգտոն, թե Տեհրան նախապես նշած են, որ բանակցություններու մեջ արագ փեգում ակնկալել պետք չէ։ Նեթանյահուն ավելի եւ ավելի մեծ ճնշումի կենթարկվի իր կառավարության ծայրահեղ աջ թևի կողմեն, որը կբահանջի Լիբանանյան ուղղությամբ ինքնուրույն գործել առանց Վաշինգտոնի կողմ նայելու։ Հռոմի Լևոն 14-րդ Փապը ներկայացուց արհեստական բանականության դարաշրջանին մարդու անհատականության պաշտպանության մասին իր առաջին շրջապերական նամակը։ Փապը գոչրած է զինաթափել արհեստական բանականությունը մարդկությունը այդ վտանգներեն պաշտպանելու համար։ Զինաթափելը արհեստագիտությունը մերժել չէ, այլ կանխելն է ադորքերի իշխանությունը մարդկության վրա, բարձրաբանած է Փապը։ Անխիստ խոսած է զենքերու կիրառման դեմ, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա։ Լևոն 14-րդ գոչրած է հրաժարիլ արդարացի պատերազմի դեսուտենեն, որը կօգտագործվի համաշխարհային հագամարտությունները արդարացնելու համար։ Զինված ուժը ստանոր գրնագիրարվիլ բացառապես ամենեն խիստ իմաստով ինքնապաշտպանության համար։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։